Վրաստանի անկախության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումները շարունակվում են։ Քիչ առաջ ամբողջ երկրի մասշտաբով, այդ թվում Օրբելյանի հրապարակում խորհրդանշական կերպով հնչեց ազգային օրհներգը։ Օրհներգը սկսվեց ճիշտ ժամը 17:10-ին, այն պահին, երբ այն ժամանակվա ազգային խորհուրդն ընդունեց անկախության ակտը։ Տեղում անցկացվում են տարբեր ժամանցային և ճանաչողական միջոցառումներ։ Անկախության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումները շարունակվում են բոլոր քաղաքներում։ Զորակոչիկների երթումը, ռազմական շքերթը և տարբեր ժամանցային, ճանաչողական ու սպորտային միջոցառումները կավարտվեն գալա համերգներով։ Թբիլիսիում եզրափակիչ արարողությունը կմեկնարկի ժամը 20:00-ին։ Մեր երկրի պատմության մեջ կարևորագույն ամսաթվերից մեկը։ Վրաստանի բոլոր տարածաշրջաններում հանդիսավոր կերպով նշվում է անկախության օրը։ 12 տարածաշրջաններում պատմամշակութային հուշարձանների մոտ զորակոչիկները երթում տվեցին։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ այս տարվա անկախության օրվան նվիրված միջոցառումները հիմնվել են հետևյալ գաղափարի վրա։ 1700 տարի է, հավատը մեզ ուժ է տալիս, սերը միավորում։ Հանրությանը խոսքով դիմեցին Վրաստանի նախագահը, կաթողիկոս պատրիարքը, վարչապետը, խորհրդարանի նախագահը և պաշտպանության նախարարը։ Անկախության օրը Ազատության հրապարակում հավաքված հասարակությանը և զինվորականներին այսօր առաջին անգամ դիմեց Վրաստանի նոր պատրիարք Շիո III-ը։ Նա շեշտադրեց քրիստոնեության կարևորությունը որպես ազգի ինքնության անբաժանելի մաս։ Պատրիարքը զրուցեց նաև այս տարվա կարևոր տարեթվի մասին, որով լրանում է երկրում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700 տարին։ Հավաքվածներին խոսքով դիմեց նաև պաշտպանության նախարարը։ Նա շնորհավորեց զորակոչիկներին երթման կապակցությամբ և հաջողություն մաղթեց։ Ազատության հրապարակում անկախության օրվան նվիրված միջոցառման շրջանակներում ցուցադրվեցին ռազմական տեխնիկա և սարքավորումներ։ Թռիչք իրականացրին օդային պաշտպանության և ավիացիայի հրամանատարության օդանավերը։ Քաղաքի գլխավոր հրապարակում պաշտոնական միջոցառման ավարտից հետո կազմակերպվեց Դելտայի ցուցահանդեսը, որտեղ ավանդաբար ներկայացվեցին տարբեր տեսակի և նշանակության մարտական մեքենաներ։ Քաղաքացիներին հնարավորություն է տրվում տեսնել Դելտայի արտադրած տարբեր ռազմական արտադրանք, այդ թվում ականանետեր, հակատանկային նռնականետեր, անհատական պաշտպանության միջոցներ և այլ տեխնիկա ու սարքավորումներ։ Վրաստանում Եվրոպական միության ներկայացուցչությունը և Եվրամիության անդամ երկրների դեսպանությունները Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ տարածում են համատեղ հայտարարություն։ Ինչպես նշված է հայտարարության մեջ, նրանք կրկին հաստատում են Եվրամիության անսասան աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Եվրոպական միությունը և նրա անդամ երկրները ջերմորեն շնորհավորում են Վրաստանին անկախության օրվա կապակցությամբ։ Վրաստանը անկախություն հռչակեց 1918 թվականի մայիսի 26-ին, դրանով հաստատելով իր պատկերացումը ինքնիշխան և ժողովրդավարական պետականության մասին։ Անկախության հռչակագրի ոգին այսօր խորը արձագանք է գտնում Վրաստանի հասարակության մեջ։ Վրաստանի պատմության մեջ մենք տեսնում ենք Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի մշտական ձգտում։ Վերջին 3 տասնամյակների ընթացքում Եվրամիությունը և նրա անդամ պետությունները կանգնած են Վրաստանի կողքին և մնում են հուսալի ու երկարաժամկետ գործընկերներ։ Ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայունության և հիմնարար ազատությունների պաշտպանության ուղղությամբ առաջընթացը շարունակում է կարևոր լինել եվրոպական ճանապարհին առաջ շարժվելու համար։ Այս կարևոր օրը մենք կրկին հաստատում ենք Եվրամիության անսասան աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության էջում։ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորում է վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ։ Թուրքիայի առաջնորդը բարեկեցություն է մաղթում բարեկամ Վրաստանին և վրաց ժողովրդին։ Հարգելի վարչապետ, իմ և թուրք ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ և վրաց ժողովրդին հարևան և բարեկամ Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ։ Անցյալ ամիս Անտալիայի դիվանագիտական ֆորումում ձեր այցի ժամանակ մեզ հնարավորություն տրվեց քննարկելու Թուրքիայի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության մակարդակով մեր սերտ բարեկամության և օրինակելի համագործակցության հետագա խորացումը, ինչը իմ խորին համոզմամբ ծառայում է մեր ժողովուրդների, տարածաշրջանի կայունության և բարեկեցության շահերին։ Օգտվելով առիթից կրկին մաղթում եմ ձեզ առողջություն և երջանկություն, իսկ բարեկամ Վրաստանի ժողովրդին բարեկեցություն։ Նշված է Թուրքիայի նախագահի շնորհավորական նամակում։ Թուրքիայի նախագահը շնորհավորական նամակ է ուղարկել նաև Վրաստանի նախագահին։
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորում է Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ։ Շնորհավորական նամակում Ադրբեջանի նախագահը հիշատակում է իր այցը Վրաստան, ինչպես նաև նշում, որ քաղաքական հարաբերությունների ինտենսիվությունն ու բարձր մակարդակով ակտիվ երկխոսությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում բոլոր ոլորտներում համագործակցության հետագա խորացման համար։ Վրաստանի ազգային տոնի անկախության օրվա կապակցությամբ իմ եւ ադրբեջանցի ժողովրդի անունից անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ եւ բարեկամ վրաց ժողովրդին։ Ադրբեջանի եւ Վրաստանի միջև բարձր մակարդակի բարեկամական հարաբերությունները պայմանավորված են այն բարեհաճությամբ, հարգանքով եւ վստահությամբ, որը մեր հարևան ժողովուրդները դարեր շարունակ ցուցաբերել են միմյանց նկատմամբ։ Գոհունակություն է առաջացնում միջպետական հարաբերությունների ներկայիս դինամիկ եւ համապարփակ զարգացումը։ Այս նշանավոր օրը ձեզ մաղթում եմ առողջություն, երջանկություն եւ հաջողություններ ձեր գործունեության մեջ, իսկ բարեկամ եւ եղբայր վրաց ժողովրդին երկարատև խաղաղություն եւ բարեկեցություն։ Նշված է շնորհավորական նամակում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի անկախության օրվա առթիվ պաշտոնական նամակով շնորհավորել է նաև Վրաստանի վարչապետին։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ։ Ինչպես նշված է շնորհավորանքում, Վրաստանի հետ եղբայրական հարաբերությունների հետագա ամրապնդումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից մեկն է։ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից ցանկանում եմ անկեղծորեն շնորհավորել ձեզ Վրաստանի ազգային տոնի պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Վրաստանի հետ եղբայրական հարաբերությունների հետագա ամրապնդումը մեր կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից մեկն է, որն արդեն ստացել է գործնական եւ ինստիտուցիոնալիզացված ռազմավարական գործընկերության բնույթ։ Հատուկ գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ ձեր ղեկավարությամբ Վրաստանի պատվիրակությունը մասնակցեց Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Մենք նաև բարձր ենք գնահատում Վրաստանի կառավարության եւ անձամբ ձեր ջանքերը տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ։ Կրկին շնորհավորում եմ անկախության օրվա կապակցությամբ եւ մաղթում արդյունավետ գործունեություն, իսկ ձեր երկրին խաղաղություն եւ բարեկեցություն, նշված է Նիկոլ Փաշինյանի շնորհավորական նամակում։ 6 տարվա դադարից հետո առաջին անգամ վերականգնվել է երկաթուղային երթևեկությունը Վրաստանի եւ Ադրբեջանի միջև։ Այսօր առավոտյան Թբիլիսի կայարան ժամանեց Բաքվից եկած առաջին գնացքը։ Բաքու-Թբիլիսի-Բաքու երթևեկություններն այսօրվանից իրականացվելու են ամեն օր։ Այդ համաձայնությանը կողմերը հասել էին Վրաստանի վարչապետի Ադրբեջան կատարած այցի ժամանակ։ Գնացքը Բաքվից կմեկնի ժամը 23:10-ին եւ Թբիլիսի կհասնի 08:40-ին։ Թբիլիսից դեպի Բաքու կմեկնի ժամը 21:00-ին եւ կհասնի հաջորդ օրը 06:24-ին։ Վրաստանի տարածքում գնացքը բացի Թբիլիսից կանգ կառնի նաև Գարդաբանիում։ Հիշեցնենք, որ Բաքվի եւ Թբիլիսիի միջև երկաթուղային երթևեկությունները չէին իրականացվում 6 տարի շարունակ։ Հատկանշական է, որ Բաքվից Թբիլիսի առաջին ուղերձը ժամանեց մայիսի 26-ին Վրաստանի անկախության օրը։ Ուղերձը դիմավորեցին Վրաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալը եւ Վրաստանի երկաթուղու գլխավոր տնօրենը։ ITB China-ն մեկնարկել է։ Վրաստանի պատվիրակությունը որպես ցուցահանդեսի գործընկեր երկիր մասնակցել է ժապավենի կտրման արարողությանը։ Բացման միջոցառման ավարտից հետո զբոսաշրջության վարչության ղեկավարը մասնակցել է պանելային քննարկման, որտեղ եւս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել Վրաստանի զբոսաշրջային ներուժի վրա։ Զուգահեռաբար առավոտից չեն դադարում հերթերը վրացական տաղավարի մոտ, որտեղ ներկայացվում եւ տարածվում են մշակութային, պատմական եւ խոհարարական ուղղությունները։ Միջոցառման մի քանի տասնյակ հազար հյուրեր հնարավորություն ունեն լսելու վրացական երաժշտություն, դիտելու վրացական պարեր, համտեսելու վրացական ուտեստներ եւ մասնակցելու արհեստագործության ու գեղագրության վարպետության դասերին։ ITB Շանխայը կշարունակվի 3 օրվա ընթացքում եւ կունենա ավելի քան 900 մասնակից 85 երկրից։ Դյուշենի մկանային դիստրոֆիայով հիվանդ երեխաների ծնողները մայիսի 26-ի տոնական միջոցառումներին զուգահեռաբար Ազատության հրապարակում ցանկանում էին բացել «Տվեք երեխաներին դեղամիջոց» գրությամբ պաստառ, սակայն իրավապահները նրանց այդ իրավունքը չտվեցին։ Ցույցի մասնակիցները նշում են, որ իրենց նպատակն էր հասարակության ուշադրությունը հրավիրել Դյուշենի մկանային դիստրոֆիա ունեցող երեխաների խնդիրների վրա։ Այն բանից հետո, երբ ոստիկանությունից մերժում ստացան, ծնողները փորձեցին տարածք մուտք գործել նույնիսկ առանց պաստառի, սակայն նրանց այդ հնարավորությունն էլ չտրվեց։ Իրավապահները ծնողներին պարզաբանեցին, որ միջոցառման ավարտից հետո նրանք իրավունք կունենան մուտք գործել տարածք։